Փաշինյանն ասում է, եթե իրենք չընտրվեն սեպտեմբերին, պատերազմ է լինելու։ Թող ելնի։ Ինչու է ըստ ձեզ վախեցնում Փաշինյանը եւ արդյոք դուք այն մարդն եք, որ այդ ձեզ հետ կարող այս լեզվով խոսել։ Չի կարա պատերազմ լինի։ Եթե կլինի, հայը միշտ պատրաստ է եղել եւ միշտ մեր ազգը հերոս ազգ է։ Քրիստոնյա ազգ է։ Աստված միշտ մեզ հետ է։ Նախկինը ես չեմ վախենում, նախկինի նման, որովհետեւ ջերմուկի վրա որ հարձակվեցին, մեկը ես էի, որ մնացել էի այստեղ, ոչ միտեղ չէի գնացի, զենք էի մանգալի, որ մտնեմ, մեկին խփեմ, տղայիս վրեժն առնեմ։ Իսկ իր հայտարարությունը բացարձակ նախընտրական 21 թվականի կրկնություն անում ժողովրդի մոտ վախ առաջացնում։ Այդ նշանակում է ինձ ընտրեք, որ կռիվ չունի, մեկը կռիվ ալնելու է, դու հողերը տալիս ես, կռիվ չես անում ժամանակավոր, որ ինչ։ Ճիշտ է, այդ ղեկավարի խոսքը, եթե ինձ չընտրեք, կռիվ է սկսվելու։ Եթե ընտրեք էլ մեկը էլի կռիվ է սկսվելու, հետո Ես վախեցող չեմ, ոչ պատերազմից, ոչ էլ բան, Փաշինյան դու ինձ ոչ մի բան չես։ Եկել էր ասում մեկը, որ եթե չընտրվեն պատերազմա լինել, yani քիչ պատերազմելա ջահելները դեռ կոտրվեցին։ Ոմն անտեր երեխեքա մեծանում են առանց հորը։ Ինչ պատերազմ է սպանելու։ Ո՞վ է ուզում պատերազմելու։ Արդեն պատերազմ բրձելով մնացել այս Արևմտյան Հայաստանն է տակ բրձենիքն Արևմտյան Ադրբեջանը։ Ես այդ մարդը չեմ, առաջին եւ երկրորդ կարծում եմ, որ այդ շանտաժը ոչ մի լավ բանի չի հանգեցնել։ Ինչ պետք է շանտաժով խնդիր ես ուզում գուցես պատերազմա լինելու, այսինքն եթե ես չընտրվեմ, վերջ պատերազմա լինելու, այսինքն Ալիևի հետ պայմանավորվել էր, հա, որ ինքը չլինի պիտի պատերազմ լինի։ Ոչ, հենց առաջի օրը ինքը սա իմ գրասենյակն է, սա զուգարանը, всё ինձ հասկանալի է դարել ինքով է։ Ահ, ոնց եկա պատերազմը սկսվավ։ Այսքան բարիով է պատերազմը։ Իրաց վախտը դասավորել է։ Բայց ինչու է շանտաժանում։ Չիմանամ։ Անա չանա, մեկը արդեն Հայաստանի պես կվել է։ Ամար շանտաժը ո՞րն է, եթե պատերազմ կլի, թոլի, պատրաստեն կռվելու, չլի ավելի լավ։ Ես մինչև նահդել ծառայում եմ, ես հմիել եմ ծառայում։